Երաշխավորված խաղաղության անվտանգային երաշխիքը ոչ թե ինքը խաղաղությունն է, այլ անվտանգային համակարգի ապահովումը։ Մայր Հայաստան կուսակցության նախընտրական 10 առաջարկների ներկայացումը կուսակցության առաջնորդն այսպես սկսեց, կարևորելով երաշխավորված խաղաղությունն ու մանրամասնելով դրա ռազմավարության հիմնական սկզբունքները։ Առաջին, դա հայկական բանակի վերականգնումն է։ Առաջին և թիվ 1 երաշխավորը մեր անվտանգության հայկական բանակն է, որը պետք է ձգտի դեպի պրոֆեսիոնալիզմի։ Հայաստանի բանակը իշխանափոխությունից հետո կհամալրվի ժամանակակից զինանոցով, կզարգացվի տեղական ռազմաարդյունաբերությունը։ Բանակի սպայական կազմը պետք է համալրվի բարձրակարգ կադրերով, իսկ նրանց կենցաղային պայմանները կդրվեն որակապես նոր հիմքերի վրա։ Թևանյանը նշեց, որ ըստ իրենց ծրագրի սահմանների պաշտպանությունը կդրվի պրոֆեսիոնալ կադրերի հսկողությանը երկարաժամկետ պայմանագրերի կնքումով։ Նա ընդգծեց, 18 տարեկան զորակոչիկի համար բանակը կդառնա ռազմական արվեստն ուսումնասիրելու, կրթվելու վայր։ Խոսելով Արցախի մասին, նա ասաց, այդ էջը փակված չեն համարում, քանի որ էթնիկ զտման ենթարկվածներ կան, իսկ գերիների հարցով պայմանավորված կուսակցության նախագահը հաստատում է, եթե Ադրբեջանն իսկապես խաղաղության է ձգտում, բոլոր գերիները պետք է վերադարձվեն Հայաստան։ Այս հարցերի համատեքստում կարևորվեց նաև 10 առաջարկի երկրորդ կետը՝ հավասարակշռված դիվանագիտությունը։ Հայաստանը համադրելու է աշխարհի ուժեղների շահերը, իր հարաբերությունները լավացնելու է բոլոր հարևանների հետ և կառուցելու է կոմունիկացիոն իրական խաչմերուկ, որպեսզի մենք կարողանանք ապահովել իրական խաղաղություն և իրական անվտանգություն։ Կուսակցության ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում տնտեսական և սոցիալական քաղաքականությունը։ Նախատեսվում է ապահովել տնտեսության կայուն աճ, նպատակ ունենալով Հայաստանի հնան մինչև 2031 թվականը հասցնել 75 միլիարդ դոլարի։ Առաջարկվում է ներդնել պարզեցված և խթանող հարկային համակարգ, տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառության դեպքում սահմանելով 0% հարկ, 60-ից 180 միլիոն դրամի դեպքում 1%, ավելացված արժեքի հարկը 17% և շահութահարկը նախատեսվում է սահմանել 14%, իսկ հաջորդ առաջարկով, որը կոչվում է վարկային գերության և բանկային ռեկետի բացառում, թեթևացնել հասարակության պարտավորությունները։ Մենք առաջարկում ենք հետևյալը, որ մինչև 5 միլիոն դրամի չափ վարկային պարտավորությունների մասով առաջացած բոլոր տուժ-տուգանքները չեղարկել կենտրոնական բանկի միջամտությամբ և բանկերի հետ համաձայնությամբ։ Կուսակցության նախընտրական առաջարկներում ուշադրություն դարձվեց կրթական ոլորտին, որով հնարավոր է համարվում 2028-ից Հայաստանում կրթությունն անվճար դարձնել, իսկ առողջապահական ծրագրերը ներկայացվեցին առողջ մարմնում առողջ հոգի սկզբունքով, ըստ որի 2029-ից յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ ապահովագրական փաթեթ։ Կարևոր հարցերից էր նաև կենսաթոշակի նվազագույն չափը, որը առաջարկով նախատեսվում է սահմանել 100,000 դրամ։ Քաղաքաշինության ոլորտում առաջարկվեց Երևանը դարձնել խելացի և մատչելի մայրաքաղաք ժամանակակից ենթակառուցվածքներով, ընդգծելով նաև լայնածավալ մեգանախագծերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ընդհանուր զարգացմանը։ Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ընդգծեց, որ ներկայացված առաջարկները կքննարկվեն և կհարստացնեն առաջարկ Հայաստանին ծրագիրը, որով պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին։